Ողջույն սիրելիներս, այսօր անելու ենք երկար սպասված unboxing։ Այս գնումները տարբերվում են իմ մյուս գնումներից, այս անգամ սրանք նախատեսված են իմ աղջկա համար։ Գնումները կատարել եմ ինչպես հասկացաք Թեմուից և հիմա կտեսնենք, թե ինչ է այնտեղ։ Սկսեցինք։ Այս անգամ ես գնել եմ թվով 17 ապրանք։ Հիմա հերթով կտեսնենք, թե ինչ եմ գնել, ես էլ անգամ լավ չեմ հիշում ամբողջ տեսականին։ Եվ առաջինը գնել եմ վարդագույն վերնաշապիկ։ Ես էլ ունեմ նմանատիպ վերնաշապիկ, գնել եմ, որպեսզի աղջկաս հետ միանման հագնվենք։ Բավականին հաստ կտոր է, ջինսատիպ կտոր է, գեղեցիկ վարդագույն կոճակներ ունի ու շատ թիթիզիկն է։ Ինչ շատ դուր եկավ, ձեռքերին էլ ունի նմանատիպ ռեզինկաներ, շատ պուպուշիկն է ու շատ հետաքրքիր տաք երանգի վարդագույն գույն ունի, ինչպես վիդեոյում տեսնում եք, հենց այդպիսին է։ Փաստորեն այդ վերնաշապիկը առանձին է փաթեթավորել եւ կան այդպես մեկ այսպիսի մեծ տուփ, սա էլ բացենք։ Ահա։ Այսպիսի շրջազգեստ է, իր գլխարկով, փորիկավոր, մանր ծաղկավոր նկարվածք ունի, տաք կարելի ասել կարագի գույնի նման երանգով ու կանաչավուն ծաղիկներով, դարչնագույն նույնիսկ ես կասել, կոճակներով, հուսով եմ հարմար կլինի հագցնել, այո, վերևի հատվածում ունի կոճակներ, ներքևում ունի կոճակների այս տեսակից, որ հեշտ լինի հագցնել փոքրիկ բալիկներին ու էլի շատ սիրուն թիթիզիկ զգեստ է։ Ու սա էլ իր գլխարկն է։ Չնայած աղջիկս գլխարկներ ընդհանրապես չի սիրում, հուսով եմ գոնե այս մեկը մի քիչ արդեն մեծ կլինի ու կցանկանա կրել։ Բոլոր զգեստները ես պատվիրել եմ 3-ից 6 ամսականի համար, որպեսզի հենց այս եղանակին նգարնանը աղջիկս կարողանա դրանք կրել։ Հաջորդը այսպիսի տաբատ կոմբինեզոն է, կրեմագույն երանգով և սրտիկներով շորիկներ աղջիկս շատ ունի, ես դրանք շատ հավանում եմ, շատ նուրբ ու պուպուշիկ շորիկներ են իմ համար, դրա համար անպայման ամեն անգամ գնելուց մի բան սրտիկներով լինում է պարտադիր։ Այստեղ կոճակներ ունի, հնարավոր է, որ մի քիչ մեծ է ներկա պահին, բայց կարծում եմ մյուս ամիս արդեն կկարողանա հանգիստ կրել։ Ու վարդագույն սառչկայի հետ էլ կարծում եմ էլի սիրուն կհամադրվի։ Գնել եմ նաև այսպիսի վարդագույն զգեստ, էլի տոտիկները բաց տարբերակով, ներքևում կան կոճակներ, վերևում կոճակը արդեն մեջքի կողմից է, այսպիսի գեղեցիկ բանտիկներով ու օձիքով ասեղնագործած, շատ սիրուն է, կտորներն էլ բոլորինը շատ լավն էին, որակով են։ Ես իհարկե նայել եմ, ինչքան հնարավոր է, որ դրանք բամբակյա խառնուրդ ունենան իրենց մեջ, բայց գիտենք, որ ըստ վրայի զգեստները, շորիկները երեխաների միշտ չի, որ բամբակից են լինում։ Ամեն դեպքում վիդեոյում ես կնշեմ, թե որ զգեստի մեջ ինչ նյութեր են պարունակվում, որպեսզի դուք էլ կարողանաք կողմնորոշվել, եթե կցանկանաք գնել։ Սկզբում նայենք շորիկները, հետո մի քանի աքսեսուարներ եմ պատվիրել իր համար, վերջում նոր դրանք կնայենք։ Իմ աղջիկա առաջին ջինսը, որ կկարողանա հիմա կրել, գնել եմ, որպեսզի այն վարդագույն շապիկի հետ ու նաև սպիտակ վերնաշապիկ պետք է այստեղ լինի, դրա հետ կարողանա հագնել, բայց ինձ շատ է դուր գալիս, բարակ ջինս է, գրպանիկներ ունի ու ասենց հետաքրքիր կողքը մազիկներով սիրուն է։ Դե քանի որ աղջիկա իմ բալիկը ու տաք եղանակներ են, ես մաքսիմալ շատ զգեստներ եմ գնել, չէ, սա շապիկ է, վերնաշապիկ է, ինքը էլի ջինսանման կտորից է, բեժ գույնով, տեսնում եք սենց հետաքրքիր օձիքով, շատ սիրունիկ թիթիզիկ շոր է։ Սա արդեն այսպիսի սպիտակույնի վերնաշապիկ կարելի է ասել, բայց բոդիանման է, որ կարող ենք էլի կոմբինեզոնի հետ հագնել, յուբչկաների հետ հագնել, ջինսի հետ հագնել, ձգվող է ռեզինկայանման, այստեղ հետաքրքիր թևեր ունի ռեզինկայով ձգված փորիկավոր,
էլի օձիկ շատ սիրունիկ, հետևում մեջքի կողմում ունի այսպիսի կոճակ ու իհարկե ներքևում եւս կոճակներ, որ հեշտ լինի երեխային հագցնել։ Կարելի ասել բազային գարդերոբի համար նախատեսված հագուստ է։ Հաջորդը ինչ կա էլ այստեղ հագուստից։ Դուք հաշվեցիք արդեն քանի հատ ենք մենք նայել։ Դեռ շատ կա։ Ոյ, այս շորիկը ես որտեղ ասես չեմ տեսել, սա ամենագեղեցիկ շորիկներից մեկն է, որ ես տեսել էի։ Բայց ես ինչ բանցիկ կա։ Բանտը մի քիչ թուլացած է իր վրա, կամ կհանեմ, կամ մի քիչ կկարեմ, կձգեմ, չգիտեմ։ Էլի փոքրիկ գիլասենիներով կարմիր գեղեցիկ սիրունիկ զգեստ է, արդեն պատկերացնում եմ Մարիին սրա մեջ։ Ու էլի ներքևից կոճակներ ունի, այս դիմացի հատվածում կոճակներ ունի, վերևի մասը ջինսային կտոր է, ներքևում ավելի ռիզինկա է այնքը, ու էլի թևերը սենց փորիկավոր սիրուն։ Այս բանտիկի մասը դուրս չեկավ, ճիշտն ասած երևի կհանեմ, բայց ընդհանուր առմամբ սիրունիկ է շատ։ Այսպիսի զգեստ է, լիսև բանտով մեծ։ Գիտեք, որ տեսակներից է, որ ոնց որ ամպիկ լինի, ու նկարում ինձ թվում էր, որ ինքը ներքևում սենց ինչ-որ ոտիկների համար փակ տեղ ունի, բայց ինքը բաց զգեստ է ամբողջովին։ Ետևի մասը արդեն շղթայով է, այսպես բացվում է ու դե ինքը ամբողջությամբ արդեն հենց շրջազգեստ է, ու զգեստները ոնց որ թե վերջացան։ Բոլոր զգեստների համար ես գնել եմ իհարկե կալգոտկաներ, փոքրիկ, որ հիմա կարողանա հագնել, էլի 3-ից 6 ամսականի համար, այսպիսի հաստոտ կալգոտկաներ են, որ չմրսի երեխան, վերևի մասը ռեզինկայով, այս մասերում ինքը հետաքրքիր էլի նախշիկներ ունի ոտիկների վրա, սրանց մեջ արդեն բամբակյա խառնուրդը բավականին շատ է, դրա համար այս տեսակն եմ վերցրել ու վերցրել եմ սրանից 2 հատ, 2 միանման տարբերակներ եմ վերցրել, ուզեցի հենց սպիտակ գույնը վերցնել բազային, որ բոլոր զգեստների հետ համահունչ լինի, բայց տարբերակներ իհարկե շատ կան։ Անցանք աքսեսուարների, այսպիսի գլխազարդեր են, այսպիսի շատ թեթև կտորից, լավ ձգվող, այսինքն բնականաբար երեխային չի քրտնացնի, հույսով եմ Մարին կթողի և գոնե մի անգամ կդնի, կոմպլեկտի մեջ 3 հատեր, այսպիսի բեժ գույնով, սպիտակ և վարդագույն, բոլորը միանման են, հենց այսպիսի մեծ բանտիկով վրա ու նմանատիպ ասեղնագործությամբ կտորի վրա, ունեն շատ սիրուն է, անգամ ես եմ ուզում դնել, ու կտորն էլ կարևորը, որ շատ թույլ է ու ձգվող, այսինքն երեխային կանչներին գլուխը ոչ մի ձև անհարմարություն չի պատճառի։ Սա բրոշներ են, մի քիչ տուփի մեջ խառնվել է իրար, հիմա բացենք, տեսնենք, թե ինչ տեսակներ կա։ Իմ աղջիկը ծնվել է երկար գեղեցիկ մազերով, այսպես ասած, դրա համար բրոշները ու գլխազարդերին ես կարևոր տեղ եմ տալիս, հիմա իհարկե նա փոքր է, բայց գնել եմ, որ կարողանանք գրել։ Այստեղ կա ուրեմն 8 տեսակ, տարբեր տեսակներ են, գունայինով իրանք բավական նման են, դեղին երանգների մեջ եմ վերցրել, որ բոլոր զգեստների հագուստների հետ համադրվի։ Փոքրիկ ծակոլկաներ են, հետևում կտորով այսպես փակված է այդ ամրացնող մասը, որպեսզի երեխայի մազերին գլխին չվնասի, չքաշի, ինչը շատ կարևոր է։ Բանտիկ տեսակն է, աստղիկով տարբերակ, թիթեռնիկ ու այսպիսի ծաղիկ։ Երկու այսպիսի տարբերակները, մեր մանկությունից հայտնի բրոշները որ կան, իրենք հետևում փակված չեն կտորով, չգիտեմ ինչքանով հարմար կլինի երեխայի համար կրել, ու այսպիսի բանտիկ կա, հետևի հատվածը նույն տիպի է, բայց էլի կտորով փակված չի, բայց մնացածը բավականին պրակտիկ են ու գեղեցիկ ձևով կլրացնեն աղջկաս լուքերը։ Մարի գնումների հետ կապված այսքանն էր, զգեստների ու աքսեսուարների, այստեղ էլի մի բան կա, որ նախատեսված է իր համար, ավելի շուտ իր կաթիկի շշի համար։
Այսպիսի մակրո խոզանակ է, ինքը սիլիկոնային է, մազիկներով չի, ունի այսպիսի մեծ տարբերակ, որ շիշը մաքրվի, այսպիսի փոքրիկ սրացող գլխիկով տարբերակ, որ ծծակի այդ հատվածները մաքրվի, նման փոքրիկ չոտ կա, էլի փոքր հատվածները մաքրելու համար ու նաև այսպիսի տարբերակ, շատ կարևոր է այդ հիգիենան պահպանել, հատկապես եթե արհեստական կաթ է ուտում երեխան։ Դե իհարկե աղջիկա համար գնումներ անելուց հետո մայրիկը կարող է նաև իր համար ինչ-որ բան առնել եւ այս անգամ ես առել եմ փոքրիկ աքսեսուարներ, այսպիսի զակոլկաներ, շատ թրենդային, երևի աշխարհում բոլոր աղջիկները արդեն սրանից ունեին, բացի ինձանից, ու ես էլ որոշեցի գնել։ Վերցրել եմ այսպիսի փոքրիկ ականջողեր, այսպիսի սրտաձև ականջող է, այսպես գնդիկով ամրացվում է ականջին, սիրում պուպուս տարբերակ է, ուղղակի ոսկին դեղին ոսկի է, ես չեմ սիրում այդ երանգը ոսկի, բայց սարժեքի համար ավելին սպասել էր իմաց չկար, ու վերցրել եմ հեռախոսի պատյան, սիլիկոնից այսպիսի ալիքաձև ու սև սրտիկներով, որպես ալտերնատիվ տարբերակ ուղղակի, որ պատյանի տեսքը թարմացնեմ։ Վերջ, այս անգամվա գնումներս այսքանն էին, դեռ սպասվում են նոր գնումներ, նոր պատվերներ ունեմ, որոնք պետք է ստանամ։ Հետևեք անպայման էջին, որպեսզի տեսնեք մյուս ամբողջները եւ մանկական հագուստի եւ իմ համար պատվիրված հագուստի, ինչպես նաեւ այս հոլոբակի գնումների բոլոր արտիկուլները կլինեն իմ Telegram-յան ալիքում։ Այնտեղ կկիսվեն բոլոր արտիկուլներով, բոլոր մանրամասներով ու մանրամասն ֆոտոներով, որպեսզի ավելի մանրամասն կարողանաք տեսնել հագուստի տեսքը։ Շնորհակալ եմ, որ նայեցիք մինչև վերջ, գիտեմ, որ unboxing վիդեոները ավելի շատ եք հավանում, կաշխատեմ դրանք ավելի հաճախ նկարահանել, հետևեք ալիքին, ընդհանրագրվեք, գրեք կոմենտներ, ինչը հավանեցիք, ինչ չէ, գուցե ինչ-որ բաներ դուք գնել եք ու ձեր երեխաներին դուր եկել է թե ոչ, եւ կհանդիպենք շուտով։